Կիրակի օրը Նինոցմիդայի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սգո պատարագ Թբիլիսիում աղետից զոհվածների հիշատակին։ Մենք հայերս լինելով վրաց ազգի եղբայրական բարեկամ մեր հոգու պարտքը համարեցինք հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին եւ մոմեր վառել նրանց հոգու հանգստության համար։ Հոգի հանգստյան արարողություն պիտի կատարենք ամուսի այդ աղետալի դեպքերի հետ կապված եւ մնանք մասնակցենք եւ մեր աղոթք անենք այդ մահացածների հոգիների համար։ Աստծո շնորհը եւ խաղաղությունը թող լինի ձեզ հետ։ Սգո պատարագից հետո Նինոցմիդայի հոգևոր հովիվը անցկացրեց ժամերգություն եւ հայտարարեց, որ այսուհետ եկեղեցում կիրակ նոյրապատարագը տեղի կունենա առավոտյան ժամը 10-ին։ Չի դառնում Աստծո շնորհի տակ ապրող մարդ։ Դառնում է նպատակը արդարացնում է միջոցները այս մարդու համար։ Ասել է նպատակի, բայց ինչի գնով։ Եվ դրա համար Պողոս Սարակյալը պիտի ասի մեզ. ով որ մարմնի իշխանության տակ է, մեղքի իշխանության տակ է, ով որ հոգու իշխանության տակ է, շնորհի, կյանքի, սիրելի աղոթավոր ժողովուրդ, եւ բոլորը ավետարանը, որ ընթերցենք, պիտի ասեն. Քրիստոսից նշան էին ուզում, անընդհատ ասում էին նշան, եւ Հովնան Մարգարեի օրինակը վերեց, որ Հովնան Մարգարեին գիտենք, որ կետը կուլ տվեց 3 օր հետո հանեց իր որովայնից, Աստծո կամքը չկատարելու համար, եւ ասեց սրանից մեծ նշան չի լինի, էլ մեծ նշանին չէ, պետք է Քրիստոսի հարությունը։ Ամենասուրբ երրորդության, որ եւ որդու եւ որդու Սրբով, մեղուցյալ եմ Աստծո, Ոստովանի առաջի Աստծո եւ Սրբու Աստվածածնի եւ առաջի քո հայր Սուրբ, ամենայն մեղը սորգործյալ եմ, հանձի մեղա, խորհրդով, բանին եւ որդու, շռայլությամբ եւ ժլատությամբ, զեղությամբ եւ անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ եւ թերանությամբ, մեղա Աստծո։ Աստված սողություն շնորհես։ Կիրակի օրերը պատարագը կսկսենք ժամը 10-ին,
քանի որ ամառային այս ընթացքն է եւ հարմար է, որ մի ժամ շուտ սկսենք պատարակը։ Սա է գիտություն, որպեսզի իմանաք, սրանից հետո այլևս պատարակը ժամը 10-ին կլինի մինչև աշուն։ Հունիսի 14-ի գիշերը մայրաքաղաքում տեղի ունեցավ մի ողբերգություն, որտեղ եղավ մարդկային զոհեր, ինչպես նաև ավիրվեց Թբիլիսիի մի մասը։ Այդ ամենը ցնցեց ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ հարևան ու բարեկամ երկրներին։ Եվ այսօր յուրաքանչյուր քաղաքացի ցավում է այս աղետի համար ու առանց ազգային տարբերության կանգնած է վրաց ազգի կողքին։